Փակ է Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը քաղաքացիների, լրագրողների առաջ։ Ոստիկանական պատի ու փողկապավոր այս տղամարդկանց խմբից դժվար չէ կռահել, տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Մինչ իշխանական վերնախավը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին, իրենց ազգային տոնը նշելու, տոնական շքերթին հետևելու համար Սարդարապատ հասած այս մարդիկ ստիպված են պատերի տակ սպասել։ Անգամ տոնական շքերթին մասնակցող զինծառայողների ծնողները չեն կարող տարածքում հայտնվել, քանի դեռ չի հեռացել Փաշինյանի թիմը։ Հավում եմ, քանի որ տոն է եւ ազգը պետք է որ մասնակցի։ Մենք էլ ազգի մի մասնիկը չկարողացանք։ Այս կինն իր զինվոր որդուն չկարողացավ տեսնել։ Այս փոքրիկը իր եղբորը։ Որ տենեմ եղբորս։ 7-ամյա Լուսինեն հատուկ իր զինվոր եղբոր համար էր այս պաստառը նկարել, երգ-պատրաստել։ Մեր սվերը միշտ ամուր է, հուր է, մեր սվերը միշտ ամուր է, սուր է։ Ափսոս Հայկը չլսեց։ Բոլորը վերանում են հայկական բանակ։ Ավելի տարեց քաղաքացիները ակամայից հիշում են այս ժամանակները, երբ մայիսի 28-ը ոչ թե առանձին իշխանավորների, այլ ամբողջ ժողովրդի տոնն էր, երբ քաղաքական էլիտան շփվում էր ժողովրդի հետ, համտեսում գյուղից բերած բարիքները։ Կանու հետ գնացին, ինչի համար եկան մարդիկ ուզեին տեսնեն ինչա, նայեն ամեն ձևի, բայց ոչ բանի արդյոք ինչ ասան։ Ինչ իմաստ ունես որ դու եկել ես փագեր, ինչի համար։ Լավ ղեկավար ազատ ման պետք է ժողովրդի մեջ։ Սրանց երևակայությունը Իան սիդակությունից բարձր է։ Ինչի համար ես կամ ոստիկան գբայես, անգամ զուգարաններ տալուտ համար գբայես։ Հուշահամալիրի մոտ աննախադեպ ուժեղ վերահսկողությունը ապշեցրել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի հորը։ Տիգրան Մուրադյանը Գերմանիայից հատուկ էր եկել այս օրը Սարդարապատում նշելու համար։ Չէ, այդպես չի եղել, ամեն ժամանակ իր հերոսը ունի, ուզած չուզած պիտի մեկը մի բան անի, ոչ մեկը լավ բանից չի փախնում։ Քաղաքացիները պատահական չեն համարում այն, որ Փաշինյանն արդեն 5 տարի է, առանց վեհափառի է Սարդարապատ այցելում։ Հոգևոր հայրերը հիշեցնում են, մինչև 1918 թվականը պետականության 600-ամյա բացակայության ընթացքում հայ առաքելական եկեղեցին է պահել հայկականությունը։ Իսկ մեր երկրի գործող իշխանությունը անթույլատրելի գծեր է հատում։ Նաթան Սրբազանի կարծիքով հենց այդ պատճառով են իշխանություն եկեղեցի հարաբերություններն այսօր խիստ սահմանափակ։ Հարաբերություններն այնքանով են, ինչ որ աշխատանքային հարաբերություններ կարող են լինել։ Երբեք եկեղեցին ծունկի չի իջնի մարդու առջև։ Հիշեք Վազգեն կաթողիկոսը մի շատ լավ խոսք ուներ. եթե դու չես ուզում ծունկի իջնել, Աստուծո առաջ ստիպված կլինես մարդու առաջ։ 1918-ի մայիսին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը հանուն փրկության մարտի կանչեցին ժողովրդին։ Քաղաքացիները վստահ են, հաղթական օրեր նորից են ապրելու, ճիշտ առաջնորդներ են պետք։ Կգան են տղերքը, կգան են ղեկավարները, կգան նրանք, ովքեր կարողանան իմի բերել ժողովրդի կենսաուժը եւ հաղթել նույն այս դաշտում երկրորդ Սարդարապատի հաղթանակով կլինի նաեւ Արցախի համար։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։